ողբերգության պահերին, ահա ինչու Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կողքին, բայց նաև Հայաստանի կողքին։ Երբ խոսում եմ Ֆրանսիայի մասին, ես խոսում եմ նաև падգամավորների մասին, որոնցից 7-ը այսօր ինձ հետ են, եւ քանի որ պարլամենտական դիվանագիտությունը եւս շատ կարեւոր է մեր երկկողմանի հարաբերություններում, ես մտածում եմ նաև համայնքների մասին եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Սփյուռքի մասին, որոնք բոլորը մոբիլիզացվում են հանուն Հայաստանի, նրանք մեզ զգոն են պահում, նրանք մեզ ուղղորդում են եւ աջակցում են, ըստ շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Ես եկել եմ Հայաստանում եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցություն, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի կայուն, ամբողջական եւ անխախտ։ Նախ եւ առաջ աջակցություն խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո եկել է համաձայնության եւ ցանկանում եմ այստեղ ողջունել նաեւ վարչապետ Փաշինյանի համարձակությունը, ինչպես իմ ոնց ինքն Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ այն վավերացնելու։ Ահա ինչ է սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Աջակցություն Հայաստանի սուվերենությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը, լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունը, իր սուվերենությունը։ Աջակցություն նաև Հայաստանի ժողովրդավարությանը ընդդեմ ապակայունացման, այս նաև մեր նպատակն է Հայաստանին աջակցել իր դեմոկրատական մոդելը ամրապնդելու համար։